Ես ուզում եմ կարդալ հաջորդ կոմենտը, որը Նորայր Ղազարյանն է թողել, ողջույններ, իդեպ նաև ողջույններ Ալեքս Բուշկոին։ Բարի երեկո Բարսելոնայից, ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին, ողջույն բոլոր իմնեմ նիմցիներին։ Քաղաքական բանտարկյալների մասով մենք ինձ թվում է հիմա էլ հենց անդրադառնանք, ինչ վիճակում ենք հիմա։ Առաջի հայացքից ինչ որ մեղմացման որոշ նշաններ ենք մենք կարողանում տեսնել, ինչը բացառապես վերաբերում է Կալանքի ռեժիմի փոփոխությանը։ Ես ձեզ ասեմ, որ դա շատ բան չի փոխում։ Անազատությունը մնում է անազատություն։ Որոշ հարցերով նույնիսկ ավելի խիստ սահմանափակումներ են տնային կալանքի դեպքում, քան բանտային կալանքի դեպքում։ Հիմա կզարմանաք, չէ՞, ասեք, դες բան ոնց կարող է լինի, բայց դες բան կա։ Ես հիշում եմ, որ քաղաքական բանտարկյալ ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշակի փուլում կարծես թե նրան արգելվել էր հայտարարությունը իրականացնել, իսկ բանտայինի ժամանակ այդ արգելքը չկար։ Չէր կարող լինել։ Օրենքը արգելում անման արգելք դնելը։ Իրականում տնայինի դեպքում էլ դա այտենց մեղմ ասած շատ վիճելի է։ Ես որպես մասնագետ դες բան ես չեմ պատկերացնում այդ ինչի հիման վրա է տվել, բայց իմ ասածը հիմնականում ոչ թե դա է, այլ օրինակ падգամավորների հետ շփումները։ Ազգային ժողովի падգամավորները, գիտեք, որ կարող են շփումներ ունենալ անազատության մեջ գտնվող, այսինքն բանտում գտնվողների հետ, եթե արգելք չկա, սահմանափակում չկա, ընդ որում շատ կարևոր է, այդ շփումը անսահմանափակ է, սահմանափակ է բացառապես աշխատանքային, սահմանափակված է բացառապես աշխատանքային ժամով, հատով չի։ Այլ դեպքում ընտանիքի անդամներ եւ այլն բանտարկված անձինք ամսական միայն 2 տեսակցության հնարավորություն ունեն։ 3 թե ալճիշտ 4 անձի հետ 3 ժամ, այսինքն հստակ սահմանափակումներ ազգային ժողովի падգամավորների դեպքում չկան նման սահմանափակումներ։ Եվ ես ձեզ ասեմ, որ քաղաքական բանտարկյալների համար սա շատ կարևոր գործիք է, սա շատ կարևոր իրավիճակ է, որովհետև ամեն դեպքում մարդիկ շփվելու հնարավորություն ունենում, իրենց գաղափարները փոխանցելու, իրավիճակին ավելի շատ ծանոթանալու, մի խոսքով շատ կարևոր է այս գործիքը եւ փաստորեն տնային կալանքի նկատմամբ սա չի կիրառվում։ Տնային կալանքի մասով, հա, մենք ֆիքսացինք, որ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքը բանտայինից փոխվեց դեպի տնայինի։ Այս ասպեկտում ես կցանկանամ մի քանի դիտարկումներ իրականացնել։ Տարածված միտում կա, ինչպես դուք նշեցիք, որ տնային կալանքը իբրև թե ավելի sense մեղմացնող, մեղմացնողը ինքը մեղմացնողն է, չի որ չի մեղմացնում, բայց այնքան չի այսինքն մարդը տնային կալանքը նույն անազատությունն է, այո։ Նույն անազատությունն է, մի փոքր ավելի դրական պայմաններում, այդքան բան։ Բայց անազատությունը նույնն է։ Հասարակությունը չպետք է մոլորության մեջ ընկնի, այս ամենակարևոր ասպեկտը երևի սա է, որ հենց այս հարցը ես ուզում եմ հիշեցնել, մարդիկ լավ չեն պատկերացնում։ Ես ուզում եմ հիշեցնել մեր 2 տարի առաջվա քաղաքբանտարկյալներից մեկի պատմությունը, դուք շատ լավ կհիշեք, հայտնի ավտոբուսի գործը, հայտնի այդ խայտարակ դեպքը, Սամվել Վարդանյանի մասին։ Սամվել Վարդանյանը այն ժամանակ էր, որ տնային կալանքի ենթարկվեց, նոր էր դա այտենց երկար պատմություն չուներ էս տնային կալանքի գործիքը, ուրեմն այս հարևանները դե գիտեին, որ ազատ են արձակել, լավ չէին պատկերացնում, չի կարելի չէ շփվել մարդկանց հետ։ Անընդհատ գալիս էին, փորձում էին տուն մտնել, վայ մեր Սամվելը, ստիպված եղան այդ մարդիկ սեփական տանն էին ապրում։ Դարպասի վրա մի հատ թուղթ գրել, կպցնել, որ ժողովուրդ, այս տեղ ապրում է տնային կալանքի տակ գտնվող անձ, որը իրավունք չունի ոչ մեկի հետ շփվի։ Խնդրում ենք, ներս մի մտեք, ախպեր։ Գայթակղության մի տարեք, խնդրեմ մի ստեղծեք, այդ պահին դա կարող էր արձանագրվել եւ Սամվելի տնային կալանքը բանտայինի հետ փոխելու խնդիր առաջանալ։ Հիմա էս է հարցը։ Տնայինի տակ գտնվող անձինք կոպիտ ասած անընդհատ բանի մեջ են, էլի, սենց լավ բառ եմ ուզում ասել, նրանց լարվածության աշճանը ավելի մեծ է, օբյեկտիվորեն, անկախ դրանից իրանք ոնց են այդ ամեն ինչի վերաբերում, որովհետեւ նրանք կարող են շատ արագ որովհետև նրանք կարող են շատ արագ փոխել, այսինքն եթե ինչ-որ մի խախտում թույլ տան, նրանց հետ կտանեն բանտ։ Կամ եթե առաջի անգամ, այսինքն շատ ավելի լուրջ վերահսկողություն։ Բանտից ուրիշ տեղ չկա տանելու, էս է հարցը։ Մարդու հոգեվիճակի առումով
տեղ մի քիչ ուրիշ իրավիճակ է, որովհետև դու ուրիշ տեղ չունես քեզ որ կտանեն։ Տնային կալանքից քեզ կարող են ցանկացած պահի ինչ որ մի հատ խախտման, թեթև խախտման համար մարդը, ասենք, չգիտեմ, ինչ որ մի խախտում արեցա։ Լարվածությունը ավելի շատ։ Այո, դա լարվածություն է բերում։ Այսինքն ասածս այն է, որ հարգելի քաղաքացիներ, իմացեք, որ տնային կալանքը նույնպես կալանք է եւ տնային կալանքի տակ գտնվող անձիկ շարունակվում են համարվել անազատության մեջ գտնվող անձինք,